Երբ լրագրության մեջ նոր էի, մի քանի անգամ լուսաբանել եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի տապալումները։ Ինչ որ մի քանի հոգի կային, որ դրսից կռանկներ էին ստանում ու էլի իրենց համարում էին քաղաքասարակություն, կազմակերպում էին ադրբեջանական ֆիլմերի փառատոն։ Մարզերով ուզում էին անել ու շատ հաճելի էր լսելը, տեսնելը, որ մարզերում հերթով արգելվում էին այդ փառատոնները, կամ տեղի ղեկավարության շնորհիվ, կամ ծեծկռտուքների արդյունքում։ Այդ ֆիլմերի համար դահլիճ անգամ չէին տրամադրում, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Բայց դա այն ժամանակ էր, երբ իշխանությունը ադրբեջանական շահերը գերակա ուղղություն չէր հռչակել։ Սրանց օրոք վախենամ, այդ փառատոները պարտադիր դառնան։ Տեսնում ենք, թե ոնց է դեֆորմացվել իշխանությունը։ Ադրբեջանցիները եկել գնացել են ու լցված են թշնամանքով, խոսում են իբր խաղաղությունից, բայց շարունակում են դպրոցներում կրթել հայատյացությամբ, թշնամանքով։ Նրանք բեմադրում են թատրոններ, որոնցում ծաղրում են հայ զինվորներին, բեմադրում են հայերի գերեվարումներ։ Բաքվի ռազմական շքերթին տրիբունայում կանգնեցնում են խաղաղ հայ բնակիչ պապիկին գլխատածին։ Իսկ սրանք ինչ են անում։ Այս թրքասիրությունը, որ իշխանության ու իր սեղանի քաղաքասարակության մոտ է, ուղղակի անվտանգության, ազգային անվտանգության սպառնալիք է, շատ են իջել։ Հայ իջնում են ու այդ հատակը չի երևում։ Գերիներին չի տալիս, բայց իր տարածքով թույլ է տալիս կոմբիկ բերել։ Օրերով շնորհակալություն են հայտնում։ Շրջափակման մեջ գտնվող կիսաքաղց Արցախը չէր ընդունում ադրբեջանական սննդով բեռնատարները։ Երկրաշարժի ժամանակ ամեն ինչի կարիք ունեցող ժողովուրդը չէր ընդունում դրանց օգնությունը։ Կոմբիկերի վրա սրանք ուրախացել են։ Մեր գերիներին տանջելու ֆոնին։